Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 15-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համարի հարկ է։ Օրը շաբաթ է, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Դե նաև մուկ են ասում, եթե ինչ-որ այդպես գիտեք։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 15-ին։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, ձեր ցանկություններին կարող եք հասնել գուցե վեճի գնով։ Նաև օտար երկրի հետ կապված կամ վիճում եք տվյալ անձնավորության հետ կամ այնտեղից նորություն կլսեք, բայց ամենայն դեպս հետո կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, կարող է պետական աշխատողի հետ եք վիճում, պետավտոտեսուչի հետ եք վիճում, կանգնացնում է եւ չեք հասկանում ինչ է կանգնացնում, վիճում եք։ Նաև դա մաքրություն է, կարող եք մաքրել, կարող եք ինչ-որ տուն մաքրել, ինչ-որ բան անել, օֆիսը մաքրել։ Եվ հավելյալ ուժ կունենաք, հավելյալ էներգիա կունենաք ինչ-որ բան անելու համար, ինչ-որ մարդիկ կարող են նաև ձեզ ձեռք մեկնել, օգնեն, աջակցեն այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, նաև գոմեշ է նշանակում։ Ես, գոմեշ, եթե այդպես է ճանաչում։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 15-ին։ Սա կորուստ է, նաև մանր-մունր խնդիրներ են, եթե կորուստ է, խնդիրները նայեք ստեղծում է ձեզ համար, որևիցե մեկը, խարդախ մեկը, ով է ստեղ նայեք, ինչ-որ անօրինական պահեր կան, այդ օրը ոչ մեկին ոչ մի բան մի վստահեք, ոչ ոքին մի հավատացեք, ոչ մի բան մի ձեռնարկեք, ոչ մի կարևոր բան մի արեք, այստեղ խաբեություն կա։ Խաբեություն եւ ընկնելու եք քաշքշուկների մեջ, անընդհատ խնդիրներ ու խնդիրներ։ Սա նաև մյուս կողմից կորուստ ամեն ինչում է կորուստ։ Նաև խնդիր, մանր-մունր խնդիր, կարող է դուք պետք է լինեք մի փոքր ավելի խորամանկ, որպեսզի կարողանաք այդ ինչ-որ խնդրից դուրս գալ։ Կարող է այստեղ ինչ-որ մի բանը պետք է, դա ես մի քիչ շուլեռություն եմ ասում ձեզ, ոչ օրինական բաներ եմ, էլի ձեզ, մինչ մի քիչ պետք է խորամանկ լինեք, որ կարողանաք ինչ-որ մի բանը խաղի վերածել, կարողանաք հաղթել։ Հատե նայել կա դե հիմա այ քեզ բանով միշտ չենք թողելու նստել մեր գլխին։ Մեկ է պետք է մենք տեղավորվենք ուրիշի գլխին, կյանքն է այդպես, ոչ բան չեն կարող անել։ Ամենայն դեպս այդ ինչ-որ խնդիրներից ուզում եք խուսափեք կամ չգիտեմ ինչ-որ պահեր կան, ապա մի փոքր պետք է դուք եւս։ Դե բայց այստեղ նաև պետք է զգուշանաք, որտեղ դիմացին է կարող այդպեսին լինի եւ ձեզ ներքաշի որևիցե խաղի մեջ, ներքաշի ոչ անօրինական գործողությունների մեջ, հետո դուք ընկնեք խնդիրների մեջ։ Մեկ ակնթարթ ինչ-որ բան է տեղի ունենալու ձեզ հետ։ Կարող եք մեկ ակնթարթ խաբվել, այդպես նաև կարող եմ ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 15-ին։ Ինչ-որ բան է ձեզանից գնալու։ Միգուցե դուք եք թողնում, գնում եք օրինակ օտար երկիր, գնում եք ինչ-որ միտեղ, բայց հավիտյան, այլևս հետ չգալու մտադրությամբ։ Օրինակ տեղափոխվում եք մեկ այլ տուն, այլևս այն տունը չեք գնալու, տեղափոխվում եք մեկ այլ տարածք, այն տարածքը արդյոք չեք անելու, այն ինչ-որ պահեր են։ Եվ ովքեր որ հղի են, ձեզ զգուշացում ունեմ։ Շատ ուշադիր եղեք ձեր հղիությանը այդ օրը։ Ոչ մի ծանր, ոչ մի նյարդեր, ոչ մի ավելորդ աղմուկ, ոչ մի բան։ Մի փոքր ձեզ զսպեք այդ օրը։
Եվ փոփոխություն կմտնի ձեր կյանքում։ Ինչ որ մի բանը թողնելուց հետո, ինչ որ մի բանը ձեր կյանքից հանելուց հետո, ձեզ մոտ ինչ որ մի բան փոփոխություն է տեղի ունենալու, գլոբալ մեծ փոփոխություն եւ ժամանակն է արդեն ինչ որ մի բան սկսելու, անելու, հա, ոնց որ ի վերջո այդ փոփոխությունը վայելելու համար։ Դե սա նաեւ հղիություն, ծննդաբերություն է, սա նաեւ տեղափոխվում մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, հա, մարդը ճանապարհ եք գնալու։ Ինչ որ մի ձևով իրոք ժամանակ կամ պետք է վատնեք այդ փոփոխությանը սովորելու վրա, հա, ոնց են ասում դրան այդ բառը, ինչ որ մի բառ կա։ Մարդ ադապտանում է, հա, այդ փոփոխությանը կամ ժամանակն է արդեն դուք ինքներդ այդ փոփոխությունն անեք ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, ճագարներին, կատու, էլ ինչ կա, ինչ որ բաներ կային, ոնց որ ձեզ մոտ։ Դուք գիտեք, որ ամեն մեկը ունի մետաղ, մետաղական նապաստակ եւ այլն, եւ բոլորդ նույնը չեք։ Բոլորիդ ճակատագիրը նույնը չի։ Բոլորը, հա, միայն ոչ նապաստակներ, այս բան հիշեցի։ Բոլորը յուրաքանչյուր տարվա ծնված ունի տարբերվում է մեկ այլ նապաստակից, մեկ այլ վագրից եւ այլն եւ այլն։ Բոլորը տարբերվում եք եւ տարբեր ճակատագրեր ունեք։ Եվ օրինակ իմ տարեթիվը եւս գոյություն ունի 1921 թվական ու վերջ։ Այդ 2 տարին է այս 1900-ականներին։ Այլևս չկա, դեռ հենց հիմա էլի չկա։ Դրա համար իմ եւ իրենց ճակատագիրը նույնն է, նման է։ Եվ այդ տարվա բոլոր ծնված մարդկանց ճակատագիրն է նման։ Բայց կա բավականին շատ, օրինակ աքաղաղի տարի եմ, բավականին շատ աքաղաղներ կան, որ իրենք մեկ այլ աքաղաղ են այնտեղ, մեկը մետաղ է, մեկը երկաթ է, մեկը չգիտեմ ինչ է, հա, մի խոսքով իրենք ամեն մեկը տարբեր ճակատագրերով են։ Ինչպես չի բոլորին մի նայեք։ Եվ տեսնենք ձեզ ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 15-ին։ Դե համար այստեղ ճագար, կատու այդ ամեն ինչը մեջն է մտնում։ Մի օր երևի թե խոսեմ այդ մասին։ Զբաղվածությունս չի թողնում։ Այդ օր ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի բավականին։ Ճիշտ ուղի եք ընտրել, ինչ ուղի որ ընտրում եք, մի փոքր այդ ուղու գնալով ինչ որ բան եք հանելու ձեզանից, ձեր կյանքից, ինչ որ բան կտրելու եք գցեք։ Կամ այդ ուղին ընտրելուց ինչ որ մի ձևով, ինչ որ մի բանը հիմքից պետքա փոխեք։ Անհնարին է։ Միգուցե սա նաև որոշել եք գնաք վիրահատություն անեք, որոշել եք ինչ որ մեկից բաժանվել, որոշել եք այս մարդուն ձեր կյանքից հանել, որոշել եք հիմնովին ինչ որ մի բան կամ ձեր կյանքը փոխել, ձեր արտաքինը փոխել, ինչ որ մի բան, ինչ էլ որ անում եք, այստեղ այս քարտ ասում է, որ ճիշտ ուղի եք ընտրել, միևնույնն է։ Նա կարող եք հանգիստ անել, ճիշտ ուղի է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 15-ին։ Շատ աշխատանք ոմանց համար։ Ոմանք այդ օրը կայցել են հիվանդանոց, ոչ եկա ռեստորան է, կաղարիթի եք այդ օրը։ Նաև սա բացվեց, ես մեղավոր չեմ։ Ոմանք այստեղ իրոք կամ ձեր հարսանիքն է կամ նման առիթի եք գնալու։ Ոմանք շատ աշխատանք ունենան, կգնան ոչ պետական հիմնարկություն, ոմանք կարող նաև բերդ են այցելում։ Ինչ որ կենտրոն է փակ, որտեղ իրավունքով պետք է ներս մտնես, հա, եւ նաեւ ռեստորան է սա։ Ոմանց համար սա աշխատանքի բարձրացում է, շատ աշխատանք է, պատվերներ են։ Նաև այդ օրը ոչ լավ հնարավորություն ունեք, կամուրջ կա, կամուրջը դա նշանակում է, որ թեթևացնում են ձեր հոգսը, թեթևացնում են այն ինչ որ դուք ուզում եք այդ օրը անեք։ Դա կլինի ինչ որ մեկին տեսնել, հանդիպել, խոսել, հա, ավելի կհեշտանա այդ process-ը, այդ մարդուն տեսնելու, խոսելու համար։ Նաև
Այդ օրը ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, կամ փորձեք ծանոթանալ, նորություն կլսեք, ճանապարհ կգնաք, հյուրեր կընդունեք, հյուր կգնաք, ինչ որ կարող փաթեթ ստանալ։ Դե մարդը ոգևորված գնում է առաջ, բայց հետն էլ բաժանում է։ Սա ընդհանրապես լավ քարտա է մարդու համար, որ ուզում է ինչ-որ մի գործողություն անի և ինքը որպես հավեսով կգնա առաջ, ինչ-որ բաներ կանի։ Այսքանը ոնց որ ասում են ձեզ այդ օրը կարող այդ հնարավորությունը տրվի, հեշտանա, հաճախորդների հետ խոսել է ես իմինչ և բավականին շատ պատվեր ունենաք և անեք ու անեք։ Եթե իհարկե այդպես եք աշխատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Թռավ, ինչ-որ հասում մարդ է լինելու, ինչ-որ մեկն է լինելու, ավելի իմաստուն ու միծ խորհուրդ կհարցնեք այդ օր ինչ-որ տղամարդ է։ Ձեր հայրն է, միշտ կիսվում եք, միշտ խորհուրդներ եք լսում։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 15-ին։ Դե չնայած ձեր տարում ծնված, կարող է ամուսինն է ձեր, նույն տարում եք ծնված և մեկը մյուսին խորհուրդներ եք տալիս։ Այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, հնարավոր է նաև շանք են ձեզ էմոցիաների բերում, այդ խորամանկ մարդիկ, խաբեբա մարդիկ, նաև դա կարող է լինել հանդիպում ձեր մայրիկին, մայրիկի մասին կարող եք հիշել, այդպես էմոցիոնալ վիճակում լինել։ Ոմանց համար սա ռոմանտիկ ժամադրություն է, ռոմանտիկ պահեր են, լուսին չկա, ցավոք սրտի արդեն ինքը շատ բուջուրանում է օր-օրի։ Եվ ինչ-որ բան է, որ մարդու մեջ ինչ-որ բան է մնում, որ անհասկանալի բան, այդպես ինչ-որ բան թաքուն է լինում ձեզ համար։ Եվ այդ օրը ոչ է հնարավորություն կունենաք ինչ-որ մի բան անելու համար, ավելի կհեշտանա յուրաքանչյուր հնարավորություն, յուրաքանչյուր պահ կհեշտանա այնտեղ հանդիպել մեկի հետ խոսել, շփվել, ինչ-որ պահեր։ Այդ ամենը կհեշտանա ձեզ համար։ Եվ խաբեբաներ կան այդ օրը, ուշադիր եղեք, շատ բաներ մի կիսվեք, մի հավատացեք, նաև դուք կարող է պետք է մի փոքր խորամանկ լինեք ինչ-որ բան անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 15-ին։ Նեք հիմա ձիերը կրակի ձի են ասում, որովհետև ինքը կրակային ձի է։ Եվս կրակային ձի կարող է լինել նաև ես իմ որ տարիներին, ես կարող եմ նայել և ասել, թե կոնկրետ կրակի ձին երբ է եղել։ Եվ ձեր տարիները և այդ տարիները իրար հետ նույն ճակատագիրն ունենք, այս տարում ծնվածը, բայց լիքը ձիեր կան, որ ձեր ճակատագիրը չունեն։ Նրանք տարբեր ճակատագիր ունեն։ Այդ օրը սկզբում նայեք լաբիրինթ կա, երևի թե դուրս եք գալիս, գիտեք լաբիրինթից։ Եսի պետք է չհանի, երևի եսի պետք է հանի, երկու քարտերն է մի քիչ դժվար է։ Երևի թե դուրս չեք գալիս, կարող է բաց եք թողնում։ Ոնց է մարդը ինչ-որ գործ է ուզում անի, մեկ-մեկ ես էլ գալիս եմ, ուզում եմ քարտեր անեմ, արհեստական լույսա, տհաճ լույսա, նյարդայնանում եմ, երկու հատ տեսանյութ, երկու հատ խոսում եմ, հեռախոսն է անջատվում, չգիտեմ ինչու, սա եմ անում, նա եմ անում, ամեն ինչը կիսվում, թողում գրում եմ տուն։ Ոնց որ դա է լաբիրինթ, այսինքն չեմ շարունակում, չեմ անում, որտեղ ինչքան անես, ինչ-որ մի բան այնպես չէ։ Նամար կարող է բացեք թողնում այդ պրոցեսը, որը խնդիրներ է ստեղծում ձեզ համար։ Կամ հենց լաբիրինթը կապված է գումարի հետ և ժամադրության հետ, որ չի ստացվում անել, չի ստացվում այդ օրը գումար վաստակել։ Եթե ուրիշ բան է, ուրիշ ոլորտ է, ապա այդ օրը գումար կստանաք, նաև գումար կծախսեք։ Ոմանք այդ օրը կգնան ժամադրության, ծնունդ, առիթ, նվերներ, մեկը մյուսին կտա, բարձր տրամադրություն կունենա, անակնկալ պահեր կլինեն,
դե կարող է դիմացն է գնալը լաբիրինթը։ Այս մեկին եք զանգում, չի կարողam ձեզ տանի հետը մեքենայում տեղ չկա, այս մեկին եք զանգում, այս մեկին, հա, դա եւս լաբիրինթ է, եւ հետո ի վերջո կարող եք դուք ինքներդ վեր եք կանում, ձեր ձևով գնում եք։ Այստեղ կարող է առիթ է եւ ինչ որ խնդիրներով եք գնում հասնում առիթին։ Ինչպես որ ասում են, գումար ծախսելով եք գնում, ոչ թե հարազատների հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելիորեն եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաեւ ոչխարներին։ Ուլեր կարծես թե ոնց որ, չեմ հիշում։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 15-ին։ Այդ օրը կամուրջ է ստեղծվում ձեզ համար, որևիցե գործողություններ անելու համար, ավելի հեշտանում, ինչ-որ մեկին հանդիպել, ինչ-որ մեկին տեսնել, խոսելու համար։ Նաև ինչ-որ մի բան է ձեր կյանքից գնալու։ Միգուցե այդ հնարավորությունը, այդ հեշտանում է, հեշտ բաց եք թողնում այդ պրոցեսը, ինչ որ պետք է գնա ձեզանից։ Ավելի առանց պրոբլեմի, առանց խնդրի եք հրաժարվում ինչ-որ մի բանից եւ նոր բանի համար է տեղ բացվում դա։ Կամ այստեղ տղամարդ է, շատ հեշտ գնում է, որ հանում եք, ինքը գնում է շատ հեշտ։ Կամ միգուցե գործընկեր է, պարտադիր չէ սիրային լինի, միգուցե ինչ-որ մեկն է, որ ընկել է ձեր հետևից եւ մերժում եք եւ այնքան արագ է ստացվում իր հեռանալը, որ զարմանում եք, որ զգացմունքներ ուներ ձեր հանդեպ։ Այս տղամարդու հետ նաեւ ժամադրություն ոմանց համար։ Դե ես օրինակներ եմ բերում, ամեն մեկը պետք է իր օրինակը, դե ես չեմ կարող այդքան օրինակ բերել, բայց եթե ինչ-որ մի բան եմ ասում, որ պետք է գնա ձեզանից, դա յուրաքանչյուր մարդու մոտ կարող ինչ-որ մի բան գնա իրանից։ Նաեւ այդ օրը ժամադրություն այդ տղամարդու հետ անակնկալ պահեր, նվերներ, միգուցե գալիս է տուն, կարող ձեր տղամարդն է դրսում էր, գալիս է տուն, ձեր տղան է, չնայած այստեղ ավելի մեծ տղամարդ է, ձեր եղբայրն է, որ մեկն է կարող ծաղկները ձեռքը գալիս է, կամ իր առիթն է, ծնունդն է եւ պետք է գնաք, կամ ձեր ծնունդն է ինքն է այդպես անակնկալ անում, ծաղկներով գալիս ձեր տուն։ Դե եթե գա արդեն անակնկալ չի լինի, կասեք, բայց գիտեի դու որ ճանապարհ, ես տեսա որ դու գալիս ես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 15-ին։ Այդ օրը առողջությամբ կզբաղվեք, կամ ձեր գեղեցկությամբ կզբաղվեք։ Նաև կարող եք ձեր ծնողների տուն այցելել, ձեր ծնողների հետ լինել այդ օրը։ Մեկ նշանների հետ կապված հորանջում եմ, այդ հորանջելը ինքը իրական հորանջել չի, որովհետև ցերեկը ժամը 2:30 է եւ բացառվում է մարդու քունը տանի, դա ձեր վրա նավսն է։ Օրինակ աղջիկս էլ կարմիր թել էր կապել, անընդհատ ընկնում էր։ Չարը այնքան շատ էր, երևի միանգամից կլանել էր այդ թելը եւ ինչ կապել էր, անընդհատ ընկնում էր։ Տան մեջ էր ընկնում։ Նաև այդ օրը հանդիպում եւ շփում կունենաք կամ շփում ձեր ընկերոջ հետ եւ իհարկե այստեղ ինչ որ մի բան հնարավորություն կստեղծվի ձեզ համար, ավելի կհեշտանա ինչ որ մի գործ անելու համար, ինչ որ մի բան անելու համար, ինչ որ մեկին տեսնելու, խոսելու, զանգելու եւ այլն, այդպես կամ միանգամից կհամաձայնվեն այնտեղ, ինչ որ պահեր են, որ շատ արագ կստացվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին նոյեմբերի 15-ին։ Շատ շփում, շատ խոսել, բավականին, կողն է բամբասանքի, այստեղ օձերը բամբասում են ձեզանից։ Նաև լեզվակռիվ է, ինչ որ մեկ այդ լեզվակռիվի մեջ եք մտնում, դե ակաղաղներին դա նորմալ է, մենք սիրում ենք լեզվակռիվը, եթե մի քիչ դիմանում ես, դա արդեն մի քիչ բան է։
Կատարը միշտ ակաղաղացցի և վիճի, դա բացարվում է, որ ինքը կաղանա, դե իրա գլխին չեն կարող նստել, ինքը շատ գեղեցիկ բան ունի գլխին տամար, նամար այստեղ դուք խոսում եք, այստեղ կարող օցերի հետ եք խոսում, լեզվակռվի մեջ եք մտնում, նաև սա ձեզ ասում եմ, որ մի փոքր իմաստուն եղեք և կարող է ինչ-որ խոսքի մեջ, ինչ-որ մեկի հետ շփվելու ժամանակ շատ բան դուրս չտաք, շատ բան չասեք, շատ բան ձեր կյանքից չհանեք։ Նաև այդ օր ինչ-որ բան է ձեզ համար հեշտանալու, ինչ-որ գործողություններ անելու համար, ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մեկին տեսնելու, խոսելու, շփվելու համար նույնպես։ Այսքանը ձեզ համար Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 15-ին։ Խաղ է սա, ինչ-որ մի բանը անլուրջ է, ինչ-որ մի բանը նայք, այստեղ 3 քարտ է իրար հետ, կամ դուք եք ինչ-որ մի բան խաղի վերածելու անլուրջ նայելու դրան և կամ վիճելու եք ինչ-որ մեկին հետ հանելու եք ձեր կյանքից դուս։ Նաև սա մեկակնդարտ ինչ-որ բան է տեղի ունենում, դրանից հետո եք վիճում, դրանից հետո եք հանում ինչ-որ բան ձեզանից, հիմքից ինչ-որ բան եք փոխում ձեզ մոտ։ Կարող գնալ խաղասրահ նաև խաղաք, եթե խաղաք այստեղ տարվելու եք, 0 դրամով տուն եք գալու, սա միանշանակ ասեմ, ովքեր որ սիրում են, բայց կարող եք գնալ այդ օրը ինչ-որ խաղասրահ, և եթե գնալու եք խաղասրահ, ևս պետք է ուշադիր լինել, որ ձեզ չվնասել, որտեղ կարող եք ձեզ վնասել լուրջ, և հետո կարող եք վիճել, ինչ-որ մեկի հետ կամ ինչ-որ մեկը ձեզ հետ վիճի, ասի, որ չենք ուզում գնայինք կամ մի քիչ սա, պետք է շատ զգույշ լինել այստեղ։ Այդ օրը հանգիստ եղեք, ուղղակի հանգիստ եղեք, թեկուզ եթե ընտանիքում է վեճ, ինչ-որ մի տեղ է, ինչ-որ ագրեսիա կլինի, բայց դուք այնտեղ մի դրեք, դուք ձեզ համար ինչ-որ անում եք արեք։ Հանգիստ։ Միգուցե այստեղ գնում եք, որոշում եք կայացնում, կտրուկ և գնում եք ինչ-որ պրոցեդուրա անելու ասեղի հետ կապված և հետո վիճում են ձեզ հետ, որ դուք արել եք այդ պրոցեդուրան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 15-ին։ Խորամանկ մարդիկ են ձեր շրջապատում, դուք պետք է լինեք խորամանկ, կամ խորամանկ են ձեզանից խոսք են քաշում, որ տանեն այստեղ այնտեղ բամբասեն, այստեղ այնտեղ ասեն, գուցե տնօրենին ասեն, ինչի՞ չէ։ Գիտեք, այդ պրոցեսը կայունանում է, այդ պրոցեսը ոնց որ արդեն հանգստանում է, միգուցե մինչև այդ էր։ Կողմի վերջին անգամ մի լավ տեղն եք դնում, բոլորի պորտը և այդ պահը արդեն կայունանում է, լինի հարևան, լինի ընտանիքի անդամներ, լինի աշխատանքի վայր, լինի, չգիտեմ ով, ոնց որ մի հատ խոսում եք և դրանից հետո ամեն ինչ կայունանում, ամեն ինչ հանդարտվում է, ամեն ինչ նորմալ է, վերջեր ոչ մեկին բան չի ասում։ Բայց նաև այստեղ խաբեբա կարող է լինել, ով որ փորձի ձեզ համոզել ինչ-որ մի բանի համար, որ սա պետք անես, քո մոտ ամեն ինչ կկայունանա, ամեն ինչ կնորմալանա, ևս հա մի հավատացեք, որտեղ այստեղ խաբեություն կա։ Դուք պետք է լինեք խորամանկ և վելի եմ ասում, ամեն մեկի տեղը ցույց տաք, որից հետո էր։ Ինչ-որ միտեղ կարող գնալ, երկար մնալ։ Գուցե առիթ է, գուցե ինչ-որ մի բան է։ Առիթ է և խոսում եք, այնպիսի մարդիկ կան այդ առիթի ժամանակ, որ վաղուց չեք տեսել և են, որ անկետա են բացում, սկսում լրացնել, հա, ձեր կյանքի մասին, որ հետո բոլոր շրջապատող մարդկանց ասեն այդ մասին։ Դե պետք է ուղղակի այդ օրը զգույշ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։